Ողջույն սիրելիս, Աստծո օրհնությունը լինի քեզ հետ։ Ուզում եմ մի վկայություն տամ, որ մի քանի օր առաջ կնոջս եւ ընկերոջս հետ գնացել էինք խանութ առևտուր անելու, որպեսզի մեր խմբակով լավ ժամանակ անցկացնենք։ Եվ այդ ժամանակ, երբ որ առևտուր էինք անում, ես տեսա, որ կասայի կանգնած աղջիկը նա տխուր էր։ Իրական նրա աշկերը շատ տխուր էին։ Եվ մոտեցա, ասի կներեք, ինչ ա պատահել, խեք դուք այդքան տխուր, ձեր աշկերի մեջ ընդհանրապես ուրախություն չկա, եւ նա ասաց, որ իր հայրը շատ ծանր վիճակում է եւ հիվանդանոցում կոմայի մեջ է ընկել եւ արհեստական շնչառողություն են միացրել։ Ես նրան հարց եմ տալիս, դու հավատում ես Հիսուսին, որ նա կարող է հրաշք անել։ Նա ասում է, ասի, դե ձեռքերը տուր ինձ, եկ իրար հետ միաբան աղոթենք։ Ես հարցրեցի նրա հոր անունը եւ սկսեցինք աղոթել։ Գիտեք, խանութում այնքան մեծ հերթ էր կուտակվել կասայի մոտ եւ ոչ ոք բան չէր ասում նրա համար, որ այդտեղ երկու հոգի ձեռ բռնած աղոթում էին։ Եվ երբ որ մենք աղոթեցինք, ասացինք ամեն, մի քանի հոգի նույնպես ասացին ամեն։ Եվ անցնում է 2 օր, ես նորից այդ խանութ եմ գնում, որպեսզի տան համար առևտուր անեմ, եւ տեսա այդ աղջկան նա ժպտով կանգնած դիմավորեց ինձ, ասում է, գիտեք, երբ որ մենք աղոթում էինք, ասում է, ես զգացի ինչ-որ մի հատ հոսանքի նման բան եկավ իմ կյանք։ Եվ այդ աղոթքից հետո ասում է, իմ հայրը կոմայից դուրս է եկել եւ հանել են այդ արհեստական ապարատը, որի միջոցով նա շնչում էր։ Սիրելիներս, Փառք Հիսուսին այս հրաշքի համար։ Մի ամաչեք ասել, որ դուք հավատացյալ եք եւ մի ամաչեք աղոթել մարդկանց համար։ Աստված ուզում է հրաշք անել հենց քո միջոցով։